Ես ճիշտ եմ հասկանում, որ մենք սահմանում ենք 3 ժամկետ ծառայության համար պարտադիր, 24 ամիս, 4 ամիս եւ 1 ամիս, եւ եթե այո, նաեւ ուզում եի հասկանալ ինչի հենց 1 ամիս եւ 4 ամիս, ոչ թե 6 ամիս եւ 12 ամիս օրինակ։ Մեկ ամսվա դեպքում էլի կարող եմ տրամաբանությունը ենթադրել, այսինքն նվազագույն պատրաստություն անցնեն զորակոչիկները, հետո այդ հնարավորությունից օգտվեն, բայց 4-ը չգիտեմ, խնդրի ես բարձրաբանել։ Շնորհակալ եմ։ 24 ամիսը օրենքով սահմանված Հայաստանի քաղաքացու պարտավորություններն են, իսկ կրճատ ժամկետները վերաբերում են, դուք ճիշտ նկատեցիք, 1 ամիսը նվազագույն պատրաստության համար, որպեսզի քաղաքացին տիրապետի օգտվել զենքից եւ տարական զինվորական կանոններ, որովհետեւ այս երիտասարդները, ովքեր այդ հնարավորությունը կստանան, միևնույնն է գրանցվելու են պահեստազորում, ի տարբերություն զարտուղի ճանապարհով ազատվող այլ քաղաքացիների, որովհետեւ այսօր ի՞նչ է տեղի ունենում։ Մեր համերկրացիները մեզնից դժգոհում են, ասում են վարժական հավաքներին, օրինակի համար մեր նախկին գյուղապետի, ինչ եւ այլն, կամ մեր համայնքի ամենահարուստ մարդու երեխեքը չեն գնում վարժական հավաքների, դուք հատուկ նրանց չեք տանում, բայց իրականությունը կայանում է նրանում, որ այդ մարդիկ ուղղակի չեն ծառայել բանակում եւ հաշվառված չեն պահեստազորում եւ չեն կարող վարժական հավաքի հրավիրվել։ Այսինքն այս մեխանիզմը նաեւ թույլ է տալու, որպեսզի ավելի շատ թվով Հայաստանի քաղաքացիներ տիրապետեն զենքին եւ նաեւ ըստ անհրաժեշտության համալրեն պահեստազորը։ 4 ամիսը դա ուսումնական զորամասի չափականակն է, որտեղ պիտի անցնեն ուսումնական process, այսինքն ովքեր կօգտվեն այս ծրագրից, ուսումնական զորամասից զատ այլտեղ ծառայություն չեն իրականացնելու։ Սրանում է այս թվերի սահմանման պատճառը։ Պարոն Իսկ 32 տարեկանը ինչով է պայմանավորված։ Պատգամավորը առաջարկել էր, որ թիվը սահմանենք 37, ըստ էության մեր միակ նրա հետ տարբերությունը մտքերի կայանում էր նրանում, որ սա պետք է անել աշճանական, որովհետև այս սահմանումն էլ իր հերթին նշանակում է, որ սա կազդի այն մարդկանց վրա, ում 18-ը նոր է լրանալու, այսինքն արդեն 19, 20, 27, 32 տարեկան քաղաքացիների վրա սա չի ազդելու։ Այսինքն զորակոչային տարիք մուտք գործողների վրա կազդի մինչև 32 տարին, դա էլ նրա համար է, որպեսզի ուսումնական հաստատությունների միջոցով կեղծ գիտնականներ չունենանք, ովքեր 27 տարին լրանալուն պես ազատվեն զինվորական ծառայությունից, այլ ունենան պարտականություններ եւ օգտվեն մեր ծրագրերից միայն իրական գիտնականներ, օրինակ։ Պարոն Այսինքն մարդիկ նախկինում սահմանված 27-ի շեմն ենք դարձնում 32 եւ մարդիկ զինապարտեն մինչեւ 32 տարեկան, ոչ թե պայմանագրային ծառայության վերց, որտեղ այնտեղ էլ շեմ ունենք, չէ՞։ Այո, խոսքը վերաբերում է 27-ը 32 դարձնելուն, այսինքն շեմը տարիքային զինապարտների փոխվում է, իսկ ինչ վերաբերում է ձեր նշած հատվածին, մարդիկ ներողություն զինապարտ են մինչև 50 տարեկանը։ Մեզ մոտ այս շտկումը վաղուց է արված, նախորդ կառավարության նիստին սա հնչել է, իհարկե վարչապետի հանձնարարությամբ մենք կաշխատենք նաև այս հարցում որոշակի լավարկումներ կատարելու, դա վերաբերել է ներքին գործերին։ Մեր մասով այս խնդիրը հիմնականում լուծված է, բայց որոշակի լավարկումներ կանենք։ Պարոն Իսկ ո՞նց ենք ապահովելու, որ այդ ճանապարհով պետբյուջե մուտք արված գումարները ուղղվեն պայմանագրային զինծառայողների թվի ավելացմանը եւ նրանց աշխատավարձերին, որովհետեւ եթե մենք չերաշխավորենք, որ այդ գումարը գնում է դրան, սոցիալական արդարության հետ կապված բազմաթիվ հարցեր կառաջանան։ Իսկ հիմա պատասխանը ակնհայտ է, դա արվում է էլի բանակի համար եւ էլի զինծառայողներ են ապահովում։ Դա ըստ էության երաշխավորված է, երբ ես նշում եմ պետական բյուջե, ես չեմ տարանջատում պաշտպանության նախարարության բյուջեն ընդհանուր բյուջեից, այո, մուտքերը կապահովեն եւ կծառայեն պաշտպանության նախարարության համար։